Հարց վեր կհանեիք։ Վերհանելու բան չկա, իրականում ունենք այն ինչ ունենք, արտաքին քաղաքականությունը արդեն դա հարց է, դա իսկապես լուրջ հարց է, մեր խաղաղությունը հարց է, մեր հետոն հարց է, մեր ապագան հարց է։ Լավ արտաքին քաղաքականությունը չափվում է կոնկրետ արդյունքներով, անվտանգ սահման, կանխատեսելի խաղաղություն, բաց ճանապարհներ, նոր շուկաներ, ներդրումներ, դաշնակիցների վստահություն եւ քաղաքացու ավելի ապահով կյանք։ Հայաստանը պետք է կառուցի բազմասյուն, բազմաբևեռ եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հիմնված Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, հարևանների հետ կանխատեսելի, վերահսկելի եւ փոխկապակցված հարաբերությունների, ինչպես նաեւ ուժեղ բանակի, մրցունակ տնտեսության եւ երկրի ներսում համերաշխ ու ինքնավստահ հասարակության վրա։ Խաղաղությունը միայն փաստաթուղթ չէ, խաղաղությունը պետական կարողություն է։ Այն սկսվում է ներսից, երբ հասարակությունը չի բաժանվում թշնամիների, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կարողանում են համաձայնության գալ պետության հիմնական շահերի շուրջ, երբ սահմանը, բանակը, անվտանգությունը, անկախությունն ու ապագան դառնում են ոչ թե կուսակցական, այլ ազգային օրակարգ։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խաղաղությունն ամրապնդվում է այն ժամանակ, երբ նախկին հակառակորդները ստեղծում են փոխկապակցվածություն, առևտուր, հաղորդակցություն, դիվանագիտություն, միջազգային երաշխիքներ եւ վստահության մեխանիզմներ։ Խաղաղությունը չի կարող կախված լինել մի մարդուց, մի ուժից, մի ընտրությունից։ Խաղաղությունը մեծ ազգային համաձայնություն է պահանջում։ Հունիսի 7-ին քվեարկիր համար 18-ին, այն Հայաստանի օգտին, որտեղ արտաքին քաղաքականությունը ապագայի անվտանգության, զարգացման եւ անկախության երաշխիքն է։